Պապիկյանը այսօր հայտարարել է, որ իքական սերը զերծ է մնում օրորի վրա ավելի է քչանում բանակաշինության գործով։ Հիմա որ ասեմ Կապիկյան, կասեն ասել ենք, չէ, որ ակուրատնի խոսես իրա մաս։ Արա դրա մասին այդ փորը քթին դեմ առած ծնկներին դրած գերագույն գլխավորի ես ինչն է ոտքերը լիզողի մասին, ինչ լավ բան ասես։ Իքական սերին տանում ես որտեղ նոր տարվա օրոք 100%-անոց վստահությամբ ասում եմ, հիմա ինձ Արտանիշի տղերքը լսում են, դուք եք չէ ինձ անգել ասել այդ մասին։ Արտանիշի դիրքերում, իշխանասարում, երկու վայրում, թուրքերը նոր տարում, խմած դուրս են եկել ու սկսել են կրակել դիրքերի վրա։ Որևէ մեկը լուսաբանել եք դա։ Ու այդքանի հետ միասին հրաման եք տվել մինչև 60 մետր չմնա տարածությունը, մինչև 60 մետր չմոտենան, չկրակեք իրենց վրա։ Իքական սերը տանում ես ինչ անես, թուրքերին նվեր տաս, որ դիակներն էլ պղծեն, դու սրբություն էլ չունես արա, Պապիկյան Սուրիկ։ Եկես թվում է կարաս դու բանակ սահման, մի հատ էլ հələ իքական սեր բերես, իքական սերը ինքը պետք է ուզենա բանակաշինությանը մասնակցել, որպես հայ կամավորքին եմ ասում։ Այսօր մեր դիրքերում, երբ որ հաշված ես տալիս զենգզինամթերքը ու թույլ չես տալի թշնամուտ վրա կրակելու, երբ մեր պոստից մեր պոստ տեղ գյուղում իշխանասարում մի քանի ուրիշ պոստեր էլ ունենք այդպիսի, թուրքն է մեզ ասում, քանի մագազին էսպես տղերքի լեզվով ասած, ինչքան իրավունք ունենք, քանի մագազին ավտոմատի ընդամենը, երկու մագազին ցավել ու մի բակլաշկա ջուր իրավունք չունես, մեր պոստից մեր մյուս պոստ գնում ենք թուրքի պոստի միջով, ինչ իքական սերի մասին է խոսքը, հիմա կասեք պատերազմին ոնց եք մասնակցում, պատերազմը պատերազմ էր, պատերազմի ժամանակ մենք գիտեինք, որ մեր դեմը թուրքն է, մեր թիկունքին էլ, հրամանատար տղերք են կանգնած, որոնք որ չեն ասում առաջ, իրանք կաբինետում նստում, որոնք որ ասում են մեր հետևից առաջ։ Ու այդ դեպքում արդեն, կինը այո, պարտավոր է հայ տղամարդուն հավասար, պաշտպանել հայրենիքը, որտև հայրենիքի պաշտպանության մեջ կին ու տղամարդ գոյություն չունի։ Հայրենիքը բոլորինս է, ու բոլորս ենք պարտավոր պաշտպանել, բայց այս իրավիճակում, երբ մենք չունենք բանակ, ինչ բանակաշինության մասին է խոսքը, դու քո տերը, Նիկոլ կոչվածը, Պապիկյան, գնում է Թուրքի հետ պաչպրոշտի, դու ոնց ես ուզում, որ իքական սերը գնա պոստ, գա բանակ, որ բանակը, են որը որ գոյություն չունի, հա, որտեղ որ մենակ գերագույն բանեք պարտականություն եք համարում կորմը, են էլ արդեն ես վերջերն էլ նորմար չեք կերակրում։ Հերիք եղավ ժողովուրդ, աչքներդ բացեք, տեսեք վերջապես, որ այս ամեն ինչը կեղծ է։ Հիմա անդրադառնանք Սալավյովի ասածին։ Նախ հատուկ ռուսերենից անգրագետների համար եմ ասում, նա չի ասել զորքով մտնենք Հայաստան, Ագնեի Միրզոյան այդ տապակ, այդ ապուշը, երևում է քեզ քիչ են բիֆշտեքս արել, այ հորդ, այ Նիկոլա հորդ, են Արափատ Միրզոյանը, ես քեզ Արարատ չեմ ասի, պղծություն կլինի դա։ Արա Արափատ, այդ որ կանչում ես ՀԳՆ, ներքին գործեր, այդ որ կանչում ես ռուսական դեսպանին, այդքան տղա ես դարել, կանչում ես ռուսական դեսպանին, հարց ու պատասխանի, որ մեր պետականությունն ես վտանգում։ 7000 երեխայի գլուխ կերած Ալիևը ձեր պետականությունը չի վնասում, Ռուսաստանն է վնասում, հա? Ինչ վախենում եք, որ հանգարց կարող է, չկարողանաք դիմագրավել։ Ցիտում եմ Սալավյովի ասածը, ցավալի կլինի, եթե կորցնենք Հայաստանը, ինչի կարող ենք Ուկրաինայում ուժեր գործադնել, չենք կարող Կովկասում ուժ գործադնել և կարգավորել, ով որ ռուսերենից
Բոբիկ է, գնացեք ռուսերեն խոսել սովորեք, ռուսերեն գրել կարդալ սովորեք։ Նիկոլ, դու էլ հոգ կիսա ունես է տարունից խառնուրդ։ Դու շատ լավ մանիպուլյացիա ես անում, հիմա դրոշակ են սարքել Քեմալի պուճուրները, Սալավյովն ասել է, որ գնում ենք զորքով Հայաստան, վայ, ես ոնց կլիներ։ Ներողություն ուղղակի Սուրեն Պապիկյանն այսօր ասուլիսի ժամանակ ասել է սեր վճի տարածքում հայկական դիրքերի հայերն ու ադրբեջանցիները իրար բարևում են, ուսեսրություն են, բայց իրականում վերջերս Արտուր Համբարձումյանը վերջերս ասելով, այսինքն մոտավորապես 2-3 ամիս է ահազանգում են մեկ այլ իրողության մասին, որ ինչպես են ադրբեջանցիները ուղղակի մեր զինվորներին, այսպես կանգնեցնում, ստուգում, շատ վատ վերաբերմունք դրսևորում ու մեր սուվերեն տարածքում։ Նախ Սուրեն Պապիկյանը առաջ անգամ չի, որ սուտ է խոսում։ Իրենց մոտ, ասենք, այդ քեմալական պայմանագրի պուճուրների մոտ արդեն նորմատիվ է սուտ խոսելը, ու դրա համար էլ փորձում են իրանց ստերը ուրիշների վրա բարթել։ Սև լճի տարածքում ես տեղյակ եմ մեր պոստավիկ տղերքից, մեր հայ տղերքից, ոչ մեկը ոչ մեկին չի բարևում, եթե անհրաժեշտության գիծ պահելու խնդիր չի լինում։ Թուրքերը, ավելին ասեմ, թուրքերը մեր տղերքին, այսպես ասած, ծաղրում են անընդհատ։ Մեր մի պոստից մյուս պոստ, ես ասում եմ տեղերը տեղ, գյուղ, իշխանասար, գնացեք նայեք, ես իմ աչքով տեսել եմ, նկարել եմ, հետի գցել եմ ինտերնետ։ Մեր մի պոստից մյուս պոստ գնալու համար, մենք պետք է թուրքից թույլատրություն խնդրենք, որ մեզ բաց թողի։ Ինչն եմ, բա որ իրար բարևում են, ինչի տա պետ բանակաշինությունը, Պապիկյան, հարց, մի հատ էլ հելայիքական սեռ ես ուզում ընդեղ ներգրավել։ Սուտ խոսալուց գոնե նենց խոսեք, որ չբռնվեք, արա։ Էդ էլ չեք կարողանում, որովհետև դրա համար ուղեղա պետք։ Իսկ Սալավյովի դեպքում բացարձակ ասում եմ բացահայտ։ Ուրեմն անգրագիտության աստիճանացույցն է Քեմալի պայմանագրի, երբ համարում են, որ ռուսը կարող է ոտնձգություն կատարել, սուտ է, նման բան չի կարող պարզապես լինել։ Մի պարզ պատճառով, որ ամենամեծ հայկական համայնքներից մեկը գտնվում է հենց Մոսկվայում։ Ամբողջ Ռուսաստանի տարածքում 3 միլիոն հայ է ապրում, եթե ոչ շատ, Էդի 15 թվականի մարդահամարի ազգությունները որոշելու ժամանակից եմ ասում դեռ։ Ու հնարավոր չի, որ ական դնի Պուտինը քո նման քաղաքագետ չի, Նիկոլ։ Պուտինը բավականին հզոր քաղաքագետ է, ու հնարավոր չի, որ ինքը ական դնի հենց իր տակը։ Ու հայերը ուկրաինացիները չեն, ռուսները դա լավ գիտեն, որ հայերը վրիժառու են, հայերը վրեժ լուծող են, և հետո իրենց ձեռ չի տալիս հայերին, Հայաստանը իրենց հողը չի, որ իրենք ազատագրեն կամ մաքրեն, Հայաստանը պարզապես զինակից է, եղբայր է ռուսին, եղել է կա, կմնա, Նիկոլո դու քո մանիպուլյացիաներով չես կարալու թուրքերին հասցնես Երևան, չի ստացվելու, ժողովուրդը այդքան ապուշ չի։ Ինչ մնում է այդ, որ ասում են, դուք չեք ուզում մենք գնանք Եվրոպա եւ այլն, դե գնացել հասել եք արդեն Եվրոպա էլի, արդեն տղամարդիկ են կնանոց շորերով, տրանսգենդերներն են Երևանում քայլում, պարսիկ ու պակիստանցի, թուրք, ինչ են դրան, թուրք, հնդիկ ու պակիստանցի է հիմա փողոցներում մեր, հետո զարմանում եք, որ ինչ որտեղ պայթյուն կա։ Ու դեռ ուզում եք, որ անվտանգ երկիր լինի, անվտանգ երկիր կարող է լինել միայն ուժեղ բանակ ունենալու դեպքում։ Իսկ քանի դեռ քեմալական պայմանագիրը այստեղ է, Հայաստանում է, զավթած է հայ հաղթողների գահը, դա անհնարին է։ Իքական սեռի կամավորականներ 44 օրյա պատերազմում մենք շատ ենք ունեցել, երիտասարդ, հզոր աղջիկներ, ես մի երկուսին գիտեմ, ու այդ աղջիկները նորից պատրաստ են հայրենիք պաշտպանելու, սակայն ոչ նիկոլիզմի ժամանակահատվածում, որովհետև հնարավոր չէ հայրենիք պաշտպանել մի երկրում, որը մայրաքաղաքից է ազատագրել պետք, մայրաքաղաքից, ու հիմա էլ
փորձում են ասել օպոզիցիա տեսնում ես քո զինակիցը, քո եսի մինչը ռուսները, քո հավատարիմ զինակիցները մեզ սպառնում են։ Այն մտավոր հետամնաց, գիտես ոնց, Նիկոլ, դու հավաքում ես քո շուրջը մտավոր հետամնացները, դու ճիշտ է, կիսագրագետ գավառամետ, գյուղացի էլ մնացիր, գեղցի, ոչ թե գյուղացի, այդպես էլ չզարգացար, բայց ոչ մի կերպ քո այդ շրջապատը միշտ քեզանից տհասներին ես հավաքում, որպեսզի կարողանաս կառավարել, դա բնական է։ Բայց ոչ մի կերպ չես ուզում հասկանալ, որ քո այդ մանիպուլյացիաներ տվածդ կտերը այլևս չեն ուտում։ Այդ ղազախական ցորեն չի, որ կոմպիկերի տեղ աղաս ուտած ժողովրդին։ Ժողովուրդ, քո մասսայական լռությունը, քանի դեռ դու նախկինացավով ես տառապում, քո երեխաների ապագան հասցնում է աղետի, վաղը ձեր թորերը, ձեր երեխաները, ձեզ չեն ներելու այսօրվա ձեր լռության համար, որովհետև սա ոչ թե ինչ-որ մեկի աթոռակռիվն է, սա արդեն հայ լինել չլինելու, քրիստոնյա լինել չլինելու, Հայաստան ունենալ չունենալու խնդիրն է, եկեք վերջապես համախմբվենք, հասկանանք, որ մենք ունենք որոշակի դիրքեր, սակայն չունենք պաշտպանելու հնարավորություն մեր երկիրը, որովհետև այդ դիրքերը վաղուց, շատ վաղուց, թշնամու ափի մեջ է, հասկացեք վերջապես, ու վերջապես հասկացեք, որ Նիկոլը ազգությամբ թուրք է, թող դրա համար ինչ ուզում են անեն ինձ, ես պարզ ասում եմ, թուրք է Նիկոլը, ամփոփելու ամեն անգամ ես ուզում եմ անդրադառնամ ամենաշատը օրորի վրա, դրոժի վրա են, որ ասում են բանի վրա աճող ոստիկանական խունտային։ Դուք հետո չասեք, մենք մեր գործն էինք անում, մենք կապ չունենք քաղաքականության հետ։ 2018 թվականից ինչ Նիկոլը զավթել է խաբեությամբ Հայաստանի գահը, դուք միակ ամենամեծ դավաճանական խումբն եք, դատավորները, դատախազները, ոստիկանները, անգամ պարեկները, որովհետև ձեր շնորհիվ է, որ Նիկոլը դեռ կարողանում է իր աթոռը պինդ տակը պահել, որովհետև եթե դուք չպաշտպանեք Նիկոլին, Նիկոլը 10 րոպեում կճողոպրի Հայաստանից, իդեպ ասեմ, քեմալական պայմանագիր հետ, որ գոռում եք, որ գնաս հետդ կգանք, ոչ մեկդ էլ հետը չեք գնա։ Շատ կարող է ինքը իրան ԱՕՑ-ի պատվալում են, որ սաղից փակում է, շատ ընդեղ կարող է մի քանիսիդ առաջին 20-30 հոգուն այդ հավատարմության երթում տալը, հետո երգելու եք հակառակ օպերան, դու էր մեղավոր, որ մեզ փուրը տվեցիր, հա։ Հետո ասելու եք մենք մեղավոր չէինք, ստիպեց, հրամայեց, պարտադրեց։ Ոստիկանությունը և դատական համակարգը չունենք, չկա Հայաստանում, կա գերվճարված, բազմից ասել եմ, կրկնում եմ, Նիկոլա պաշտպան, Նիկոլի հետույքը պահող, վճարվող, գերվճարվող, անսրբություն, անազգություն, սրբապիղզների ամբող։ Ու դուք բոլորը դավաճաններ եք, բոլորը հեղաշրջումից հետո, հեղափոխությունից հետո, հայկական հեղափոխությունից հետո, հեղաշրջումից հետո, հուսամես տարի պատասխան եք տալու հատ-հատ։ Պատասխան եք տալու, որովհետև տղերք մի բանը, որ մի մարդու գրած օրենքով է, ոչ թե մարդկային օրենքով, ոչ թե իսկական համազգային միջազգային օրենքով, նա չի կարող արդարացում ունենալ։ Ու չասեք մենք օրենք ենք պահում, մենք մեր գործն ենք անում, դուք ձեր գործը չեք անում, դուք օգնում էիք Նիկոլին, որպեսզի թլպատի ամբողջ ազգը հոգեբանորեն։ Դուք դավաճաններ եք, կրկնում եմ։ Եվ ժողովուրդ, ժամանակն է, որպեսզի նորից համախմբում, չեմ հոգնելու կրկնել, սա մեկ ուժի, սա մեկ գծի, սա մանդատավոր անմանդատ, չգիտեմ, ինչ որ օպոզիցիոն խմբերի գործ չի,
Սա պետք է լինի համազգային, համաժողովրդական, ամենագիտակից, ամենավերջին են գյուղի բանվորից մինչև չգիտեմ գիտնական, պետք է մի մարդու նման կողքի կանգնենք ու կարողանանք փրկել մեր երկիրը թուրքերից։